Օգոստոսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը այս անգամ ևս մեկնարկեց նախատեսվածից ուշացումով առանց Բագրատ arczepiskopos Գալստանյանի և Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի ներկայության։ Նիստի ընթացքում պաշտպանական խումբը դատարանին ներկայացրեց մի քանի միջնորդություն։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը դիմեց դատարանին, որպեսզի Բագրատ Սրբազանին թույլատրվի մասնակցել հոր հոգեհանգստյան արարողությանը օգոստոսի 23-ին Գեղարդավանքում։ Անդրադառնալով Սրբազան պայքարի գործին առնչվող ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հայտնած կարծիքին, Տաթևիկ Սողոյանը նշեց, որ դա լուրջ ազդակ է իշխող ուժի համար։ Փաստաբանը մատնանշեց օրերս Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանի հայտարարությունը։ Նա խոսելով ահաբեկչություն որակված այս գործի մասին, արդեն նշել էր անկարգություններ հրահրել ձևակերպումը։ Տերորիզմի մեղադրանքը պարզապես էս մեդիա ահաբեկիչներին, այս իշխանությանը պետք էր ուղղակի որպես կլիշե արատավորելու Սրբազան պայքարը և իր մասնակիցներին։ Ու բնականաբար ես այդ ամեն ինչը այլևս դիտում եմ, քանի որ նաև կհիշեք վերջերս համանման տեղեկատվությամբ դատական նիստերի ժամանակ կիսվեց նաև պարոն Արթուր Սարգսյանը։ Այսինքն մեծ հաշվով այս գործընթացի մասնակից շրջանակների որևէ մասնակցի համար համոզմունքի մակարդակում երկրորդ կարծիք չկա, որ ստեղ մենք առհասարակ ահաբեկչության հետ գործ չունենք, և ես էլի եմ համարում, որ Արայիկ Հարությունյանի չակերտավոր ասած լեզվի սայթակումը ամենևին լեզվի սայթակում էլ չէր։ Իրենք արդեն իրենց սև գործը արած, այդ ահաբեկչության կլիշեն հանրության լայն շրջանակների մոտ տարածած լինելով և կարծում եմ, որ ձախողած լինելով, հիմա արդեն սկսում են կամաց-կամաց հետ քայլ անել։ Բագրատ Սրբազանին պրոբացիայի ծառայությունը դատարան ուղեկցեց այն ժամանակ, երբ դատավորն արդեն հետաձգել էր նիստը։ Դատարանի բակում հավաքված լրագրողները տարբեր հարցեր ուղղեցին Սրբազանին, մասնավորապես անդրադառնալով վերջին օրերին Ազգային ժողովում այս գործի շուրջ հնչող հայտարարություններին և իշխող թիմի այն պնդումներին, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Ինչ ուզեք, ինչ թեմայով ասեք, մարդկանց դատում են, բայց խորքում բնույթով քաղաքական են այդ բոլորը։ Մեր դատերը վերցրեք նայեք, ինչ կա այդտեղ օրինակ, ոչ մի բան չկա մեջը, չէ՞, բայց մարդիկ դատվում են։ Անիմաստ։ Իսկ իրենք հիմա վստահ եմ ակնկալում են կամ սպասում են, թե ինչ եզրակացությունը լինելու։ Եվ դա եւս մեկ անգամ ցույց է տալու այն ստի կեղծիքի պատկերը, որ տիրում է այսօր սրանց մեջ։ Այս քայքայող երկիրը կրծող, քայքայող, սպանող իրականության մեջ եւ 18 հոգու, ես ոչինչ դեռ, 17 հոգու կյանք, երեխաներով, ընտանիքներով, նյութական հազար մի տեսակի վնասներ հասցրած լինելով մարդկանց։ Սրա պատասխանը պիտի տան, չէ՞ մի օր։ Լրագրողները Բագրատ Սրբազանից հետաքրքրվեցին նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II նկատմամբ սկսված հակաիրավական հետապնդման, ինչպես նաև եկեղեցին բարեփոխելու քողի տակ իրականացվող հակաեկեղեցական արշավի մասին։ Ամենայն հայոց կաթողիկոսը ոչ այլ որևէ տեսակի մեղադրանքով է ներկայացվել դատարան, քան իր գործառույթները կատարելու համար։ Իրենք իրենց թող չափեն այդ բարեփոխման այսպես կոչված ամփոփանու ներքո, թող չափեն այս հարցադրման տակ։ Դադիվանքը, Ամարասը, Ղազանչեցոցը, մեր բոլոր սրբավայրերը ուր են։ Սրբազան պայքարի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում։ Լուսինե Բարյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։